Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնամ մի թեմայի, որը որ բավականին ցավոտ է, բայց կարծում եմ անհրաժեշտ է մի բան ֆիքսել եւ այս թեմային հնարավորինս էլ թույլ չտալ, որպեսզի մեր որոշ սրիկա ընդդիմադիրներ անդրադառնան։ Ինչի եմ ինձ թույլ տալիս ասել սրիկա, որտեղ խոսքը գնում է մեր զոհված տղաների թվի մասին։ Այս սրիկաները փորձում են եւ այս նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը։ Ասում են 5000-ից ավել, 6000, 7000, մինչև 10000։ Եվ պետք է ասեմ, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, այդ թիվը քրեական գործով ապացուցված քրեական գործով անուն ազգանուն, քրեական գործերով 44 օրյա պատերազմի գործերով, քրեական գործերով 3833 է, որից 78 անձ քաղաքացիական անձ են եւ 3755 զինվորական։ Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը, դրանց թիվը մոտավորապես 160-ի է հասնում եւ մենք չենք կարող իրենց ներառել այս թվի մեջ հասկանալի պատճառներով եւ ամենահետաքրքիրը, որ այսօր ինչ են փորձում անել, այսօր մեր падգամավորներից մեկը, որը որ աշխատանքի չի գալիս ազգային ժողովի падգամավոր Իշխան Սաղաթելյան, առանց ամրագոտին գցելու տեսանյութ է անում եւ փորձում է լղոզել այս խոսակցությունը եւ կոչ է անում հրապարակել բոլոր զոհվածների ցուցակը, թիվը եւ այլն, ձև անելով, որ իբր այն բանը, որ իրանք ասում են, իրանք ոչ թե 44-ը նկատի ունեն, իրանք նկատի ունեն ամբողջ այս ընթացքում։ Ուրեմն այդ թիվը հրապարակված է, թե այդ անունները հրապարակված են, այդ անունները դուք կարող եք գտնել զինապահ կայքում, ես հղումը կտեղադրեմ այս տեսանյութի տակ, այնտեղ կան տվյալները, կան լուսանկարները, կան բացառություններ, երբ որ ծնողները, բարեկամները չեն ցանկացել, որ անունը հրապարակվի, ինչը հասկանալի է, եւ այնտեղ նաեւ կան քառօրյա պատերազմի ժամանակ մահացած մեր հայրենակիցները։ Այս սրիկայությունը պետք է դադարի, հերիք է մեր ցավի, մեր զոհերի վրա քաղաքական դիվիդենդներ շահեք։ Դուք մահվան սուրհանդակներն եք, մեր համար դա նորություն չէ, եւ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմությունը ընդհանուր առմամբ հիմնական պատճառն են այս պատերազմների։ Այսօր մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Խաղաղությունը այլևս եկել է եւ հարկ մեր նահատակներին, շնորհակալություն այն բոլոր մարդկանց, ովքեր կռվել են, պատերազմել են, զոհվել են, որ այսօր մեր երեխաները խաղաղություն ունենան եւ մեր խոնարհումը այդ բոլոր մարդկանց